Այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հանդեպ եւ Սփյուռքի հանդեպ, դա թելադրվում է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ես չեմ հոգնելու ասել, իմ ներկայությամբ էր տարիներ առաջ Ստրասբուրգում, երբ որ Ալիևը հայտարարեց մեր լրջագույն խնդիրը նաեւ հայկական Սփյուռքն է եւ հայ առաքելական եկեղեցին, որպես լոբիստական հզորագույն կառույցներ եւ ահա այս արշավը, որ սկսել է Նիկոլը հայ առաքելական եկեղեցու դեմ, այս արշավը, որ սկսել է Սփյուռքի դեմ իր անհեթեթ հայտարարությունները Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այս ամենը Նիկոլի ուսերին դրած կոլաբորանտ պատվերի շրջանակում են ուղղակիորեն նսեմացնել Սփյուռքին, այս հայտարարությունը հեծը սեփականաշնորհելու, որի իրավական որևէ հիմք չկա, եւ եթե Նիկոլի կողք գոնե կիսագրագետ մի հատ իրավաբան լիներ, կասեր ծոծորակդ կտեսնես, բայց դու չես կարող մարդու մասնավոր սեփականությունը ազգայնացնել, հատկապես որ ստորագրել ես բազմաթիվ միջազգային կոնվենցիաների տակ, որոնք դա ուղղակիորեն արգելում են եւ եվրոպական դատարանը եւ միջազգային արբիտրաժները 3 րոպե հետո դա կչեղարկեն, Նիկոլ Փաշինյանը այս կարգի ցնդաբանական հայտարարություններ չեր անի, բայց իհարկե սա նաեւ հատուկ արված մեսիջ է Սփյուռքին, որ դադարեն մտածել սեփական հայրենիքում ներդրումներ անելու համար, որպիսի Հայաստանի տնտեսությունը սենց մի հատ սկուտեղի վրա շատ մոտ ապագայում մատաղ արվի Թուրքիային եւ որպիսի բոլոր խոշորագույն տնտեսական ուրեմն բևեռներում հայաստանյան տնտեսության այլևս մենք տեսնենք նամազ անող չստիկով թուրքեր, սա հատուկ ծրագիր է սպանել Հայաստանի տնտեսությունը, սպանել Հայաստանի գյուղատնտեսությունը, որպիսի թուրքերը իրանց թաչ ֆիրմայի չստիկով գան, երբ որ արդեն Հայաստանը մեծ Թուրանի ծրագրի շրջանակում, ինչը ողջունեց Նիկոլ Փաշինյանը, դարձած կլինի ընդամենը հայախոս մի վիլայետ, ուղղակիորեն կլանեն Հայաստանի տնտեսությունը եւ գյուղատնտեսությունը։